Քրոլում։ Մեկն այդ բանի պատատվել տեսնեմ, աղջիկներ են լողում, աղջիկական լող, կարծրակոչում է հնդկական լող։ Գիտեք կոնցեպտը որն է, որ սենց են լողում։ Միայն ես կողմն է, էլի թրջվում։ Հետո որ գայսը հասնում է լողավազանի վերջը, հոս սենց չի հետ գնում, չէ, ես կողմ չթրջվի, դուս ա գալիս։ Ես բնանավորված եմ սոպան։ Ուորիս ես գնաց։ Այդ պայն պատատվան տեսնան այդ ֆրանսիացին կրոլ է լողում, բայց մեջքի վրա։ Դեք են Մայամի կոնցերտներում։ Ոչ թե մերպես, մենք ոնց ենք կրոլ լողում։ Մենք որ մեջքի վրա լողում ենք կրոլ, մենք ենթագիտակցական վախում ենք, թե երբ գլուխը պատին տանի։ Չէ՞։ Մենք սենց ենք լողում։ Ամաս մեզ լոպասի չնեմ։ Այն մարդասիներս գնաց ես տերից, արդեն խայտարակություն եմ, մատա դուշ, որ լողանամ քրորը մաքրան գնամ, օրել իտ կանաց է։ Դուշում էլ գիտես, սենց, ոչ թե եպես, միշտ մեջը չկա։ Ես տարում ուզում ասեմ կանայք շատ ավելի խելաց են քան տրամարտիկ, որտեղ նկատել եք կանայք միշտ այդ շամպունի բանը թարս են գնում։ Որ տակը քիչ մեկը, մարում ես ոչ թե տղեկը հարավատա դուշի տակ ինգրադա ես ռիտուալը շարանակում։ Հա, ես տղում մի անգամ եմ կլուբում, էլի Փարիզյան, ես կլուբերի մասին ուզում եմ երկու բառ խոսել, այսօր այդ մշակույթը շատացել է։ Ես փաբեր կլուբեր սիրում եմ գնալ, բայց ավելի ոչ թե փաբ գնալ համար, այլ որ մարդկանց ուսումնասիրեմ, հետո ձեզ պատմեմ։ Զարմանահրաշ բաներ կարող եք տեսնել։ Հայկաս ջան դու տեղ ես։ Մի հատ որ խնդրեմ գաս։ Ես մեկ գնում եմ կլուբերը։ Նստում եմ աթոռին։ Ու նայում եմ տեսնեմ ոնց են մարդիկ պարում։ Մեկ-մեկն հենց են պարում։ Այսպես ես լավ, այս մարդու կյանքում իր անձնական ներքին ապրումների մեջ ինչ տարագիկ բան է եղել։ Որ ինքը այսօր սենց է։ Ինչ տապայտանքների մեջ օրենք անցել է։ Mən հայկաշեմ, mən Լյուբո երսուկում ասացրան։ Վերսի։ Մտնում ես կլուբ, մի քիչ եք բարուսնասնես որ խնդրեմ։ Մի հատ տղակա, որ ես իրեն շատ եմ սիրում, իրեք կերպարային ասեմ, այնպես որ նայում ես ոնց է պարում, տպավորությունա, որ մի 4 տարի ամաչել է գա կլուբ, վերջում դուխ հավաքել է, ունեմ որ սենց է պարում։ Ու ես տղան, որ մոտենում աղջկան կավելու, սենց է մոտենում։ Միշտ մի հատ տղա կա, որ պարելու ժամանակ իրա թվում է, թե ես ամբողջ երաշտական գործիքներ ինքն է նվագում, սենց է պարում։ Աղջիկները որ պարում են։ Ես նկատել եմ կանայք, որ գնում են պարելուց առաջ միշտ մի հատ բանկա, որ պետք է ասի «Ոյ, ես իմանես ես եք նա»։ Մեկն մի հատ տղա հատում, որ դուր եկավ, եա գնաց։ Միշտ մի հատ տղա կա, որ ենքան խմաց է, ուղղակի գարեջուրը ձերը բռնած, ուղղակի կանգնել է։ Մի հատը կա թիթիզն է, ատուկ եկել է, որ ցույց տա, որ ինքը դերք է, մտնում ակլուբ ու գնաց։ Մեծ իհարկե ջան, հետո ոնց է կլուբից հետո դուրս են գալիս, այստեղ ևս մի կերպարանափոխություն անում, հոմո սապիենսը դառնում է հարփո սապիենս։ Դուրս են գալի, հարփածների ստադիաները գիտեք, չէ՞, սկզբից մտնում է նորմալ քեֆը լավ է, երկրորդ ստադիան իր մեջ արտանում է մի քիչ երկու բաժակում ես, իր մոտ արտանում է հին փիլիսոփա Սոկրատեի մեջ։ Որ մեկը անծանոթ մարդու, ապի կյանքը, ես բան է։ Ուղղ է, ինձին քորը պտվորում է։ Այսօր մեզ կին մոտ համարդներ կնում են, այն են պոճուր մարիքներ են։ Հետո մյուս ստադիան է գալիս,
մի քիչ հարվում իր մեջ արտանում է Վահան Տերյանը իր վերաբացող տրամադրությամբ։ Ես նստած եմ եկել տխրությունը երկու տրամադրում երկու թեմա մեկը այլուետանգերս թողա։ Մամ ավելի դեպ ռոմանտիկ Ուիտ արշիկը բիջե բայց չի զարգում։ Զույազի։ Վերջին ստաճան է որ արդեն շատ ախում է կատաղած է որ սենց նստած է կողքով մեկ ասում է Հիմա դեռ ո՞վ հարփոսապես դուս են գալիս։ Միջևս հարփոսապես ասեմ որ աշխարհում միակ էակն է որը կարողանում է երկխոսության մեջ մտնել առարկաների հետ։ Ես գայս ու բանալու մսում ախոստի մեջ շնորհ։ Շուտեն մսնումա չի մտնում եկի բանալին ասում անեն մտնի էլի։ Կամ ասենք մտնում ատում կոշիկներ է դրած, մասը կոշիկներն է գտնում, մեկը կոշիկներն ասում շնը սույշ չէ, բայց ամենա ծիծաղելի հարփոսապես հետևյալն է, որ ասենք գնացել այն չորտեղ հարսանիքի կամ էական չի որտեղ կնոջը չի տարել հետը։ Հիմա հետա գալի տուն, պետք է կամաց մտի, միջած ասեմ այդ դուսն են տես տրամարտիկ առյուծ, տունը փիսիկներ են, վաղ գտետ, ինչքան դրսում առյուծ են, այնքան տունը փիսիկ, էդ իմացեք, գիտություն։ Հիմա սենց մտնում ատում, որ կնոջը չհարտնասնի, հանկարծ հարփոսապես դառնում է տիեզերագնաց։ Սենց միցև գալիս է, բայց ինքը չի գիտի, որ կինը քնած չի։ Կանեք գիտեք ոնց են, քնած է, բայց քնած չի, որ գիտես հերոստացույցը անջատում ես, բայց այն կարմիր լույսը մեկը վառվում է։ Ինը ներկա է, զգում է։ Հետո գալիս է անկողնու մոտ, որ չի մտնում պարկի տենց, չէ։ Ինք իրան ֆաքս է վարում, մի ձև պարկում է, կինը արթնանում է, հիմա կնոջ ուզում է, ասի շուտվա այդ է, երկու ժամը չեմ գալու կնեմ։ Կամ ասենք, միշև պարկելը կուխնի եմ երկու բաշկան զինգարիտ եմ ծխել։ Այստեղ տրամարկնած մի հատ խորհուրդ կարող եմ տալ, երբ որ հարփոսական ստադիոն տուն եք մտնում, մինչև ձեր սպալնիա մտնել եմ ընջարում, ասես կոշիկի մի թայ հանեք, ասես նուրբ նետում եք դեպի սպալնիա, եթե կոշիկը հետա գալի ճակատին, ավելի հետո դիվանի վրա պարկեք։ Այս, հա, Վալենտինից սկսվեց ամեն ինչ, բայց ես զգուշացել եմ, որ շատ ախոս է։ Հիմա